Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Դե ինչ, որքան մոտենում է ընտրությունների օրը, իսկ ընտրությունների օրվան ուղղակի հուշեմ, որ դեռևս 5 ամիս կա, բայց այնուամենայնիվ դեռ անցյալ տարվանից քարոզարշավ սկսվել էր թաքնված, ավելի այլ տեմպերով, ավելի այլ ուղղություններով, իսկ հիմա արդեն գնալով ամեն բան ավելի բացահայտ, սկսում են արդեն ռազմավարական ծրագրեր փորձել ներկայացնել, բաց ասել, թե ովում հետ դաշին կկապի, ովում հետ է համագործում, ովում հետ չէ, իհարկե այստեղ ստի բաժինն էլ շատ մեծ է, թե որքանով կհամագործակցեն Գյումրի օրինակով դա դեռ բան է, կարող են հիմա իրար հարվածել, վիրավորել, ընդհուպ միջև իրենց ձեռագրով։ Այնուամենայնիվ ես չէի կարող չանդրադառնալ նախ Սամվել Կարապետյանի որդու խոսույթին եւ իհարկե շատ խորհրդանշական տեղից քարոզարշավ սկսելու մեկնարկին, մեկը մյուսի շարունակությունն է տրամաբանական։ Այո, ձևիստները թերևս կրկեսը ամենաճիշտ ձևով օգտագործեցին, իրենց քարոզարշավի հիմքը սկսեցին հենց կրկեսից, հենց կրկեսով։ Սա շատ խորհրդանշական բան է։ Իհարկե այնտեղ ինչեր էր խոսում, այդ խոսույթը ամբողջը լսել ենք, բայց մի թեմա կա, ինչի մասին ինձ մի երկու ընկերներ հարցրել են արդեն ու ես չեմ կարող կողքով անցնել, հա։ Խոսում են փոքր բիզնեսին առհասարակ հարկերից ազատելու մասին։ Փոքր բիզնեսի իմ շատ սիրելի ընկերներ, հարազատներ, բարեկամներ, որովհետև մենք այտենց մի քիչ հասարակ մարդիկ ենք, մեծ բիզնեսների մեջ հարազատ բարեկամ ընկերներ այդքան չունենք։ Տեսեք, ձեր միջոցով փորձում են վերմակ իրենց վրա քաշել։ Դուք այդտեղ թիրախն եք։ Դուք չնայեք, թե փոքր բիզնես ասելով նկատի ունեն ձեր բիզնեսները, ոչ։ Փոքր բիզնեսը հարկերից ազատել, սա նախ ոչ մի կերպ հնարավոր չի տնտեսական առումով մեկնաբանել եւ զուգահեռ խոսել թոշակների կրկնապատկումից, բայց այնուամենայնիվ ուզում եմ, որպեսզի մի բան լավ հասկանաք։ Այդ կարգավորումները փոքր բիզնեսի, որ մտել է, ճիշտ է, այնտեղ բաներ կա, որ ես դեմ եմ եղել եւ քննարկումներին, որքան էլ որ տնտեսագիտությունից լավ չեմ հասկանում եւ բիզնեսից լավ չեմ հասկանում, այնուամենայնիվ ես այդտեղ վտանգներ տեսնում եի, բարձրաձայնել եմ, չգիտեմ որքանով է տեղ հասել, որքանով չէ, բայց շատ հեռուն չէի կարող գնալ, որովհետեւ մասնագիտական տվյալներ չունեմ, հա։ Բայց ռազմավարություններից հասկանում ենք։ Պարտադիր չէ այդ մասնագիտությանը տիրապետես, որպեսզի ռազմավարությունն էլ հասկանաս։ Ռազմավարությունը հետեւյալն է, այդ մեխանիզմները, որ մտել են առաջին հերթին ձեր համար, ճիշտ է, դժվարացրել են ձեր բիզնեսը, մի փոքր գուցե քիչ գումար եք տանում տուն, բայց ձեզ ազատել են ձեր պոտենցիալ այնպիսի մրցակիցներից, ովքեր փողի խնդիր չունեն։ Եվ թույլ են տվել, որպեսզի դուք դրսևորվեք։ Իհարկե դրսևորվելը միայն ձեզնից կախված չի, պետական որոշ հաստատություններ նույնպես խնդիրներ ունեն, բայց հարթվելով գնում է։ Հիմա նայեք ոնց է ստացվում։ Այս մարդիկ իրենց մեծ բիզնեսը աղճատած փոքր բիզնեսի մեջ են դրած եղել ու իրենք են ազատված եղել հարկերից կամ առնվազն շատ չնչին հարկեր են մուծել, ստանալով գեր շահույթներ եւ դրանով հարվածելով Հայաստանի տնտեսությանը։ Հիմա այդ կաթիկը վերջացել է։ Հիմա իրենք պիտի մուծեն այնքան հարկ, ինչքան որ անհրաժեշտ է մեծ բիզնեսի համար։ Այսինքն իրավական կարգավորումները նրանց վերահսկելու համար են եղել նաեւ։ Հիմա այս մարդիկ նեղվում են, որովհետեւ պարզվում է, որ իրենք բիզնես անել չգիտեն, եթե իրենց բիզնեսը նպաստավոր այնպիսի պայմաններում չի արտոնյալ, որ բան լինեն։ Ասենք հարկ չտանես, ինչի փողը չտանեն, ինչի փողը չտան, բնական է կբարգավաճեն։ Հիմա դարձյալ ուզում են վերադարձնել այդ կարգերը եւ դարձյալ հարվածեն Հայաստանի տնտեսությանը, Հայաստանի բյուջեին, մյուսին, իսկ թվերը ցույց են տալիս տարբերությունները։ Մի խոսքով, այս խայծը չի կարելի կուլ տալ, որովհետեւ նման բան երազողը կամ նախաձեռնողը, եթե ձեր շահերի մասին է մտածում, վստահաբար գոնե որոշակի աջակցություն ձեզ կցուցաբերեր ժամանակին, իսկ աջակցությունը կարող է լինել գործով, օրինակ իր յարմարկաներում
տեղը այդ վարձը այդքան էլ թանկ չլիներ, կամ թող լիներ անվճար, դե ինչ էր որ, չէ, ըստ իրանց մեկնաբանության։ Առավել եւս որ մի հսկայական գործարանի տարածք էին զավթել ու դարձնում յարմրկա, էլի կամ մոլ ժամանակակից բառով ասած։ Այդ հսկայական գործարանն էլ ոնց կերան, դա արդեն առանձին պատմություն է, տեսանյութերով ժամանակին ցույց տվել եմ։ Մի խոսքով, սա ձեր մասին չի լինելու, նենց որ դուք շատ մի ոգևորվեք, իսկ քաղաքական նախընտրությունները թողնում եմ արդեն ձեր խղճին։ Ինչևէ, նրանք խոսում են, թե խոսում են կրկեսից, իհարկե շատ կցանկանայի կրկեսից տեսնել նաև դաշնակցության մեկնարկը քաղաքական, եւ շատ տեղին կլիներ պատեհ կլիներ նաև տեսնել հանրապետականների մեկնարկը քաղաքական, ինչու ոչ ՀԱԿ-ի մեկնարկը նույնպես այնտեղից կարող էր լինելու նման շատ կուսակցությունների, հա, բայց այնուամենայնիվ ձևիցները առաջ ընկան։ Չգիտեմ այնտեղ ինչ են հղկել, ինչ չէ, բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը մի բանի վրա սևեռել։ Նրանք փորձում են ձեզ տեղափոխել տնտեսական դաշտ, բայց եկեք հիշենք ոնց են սրանք ձևավորվել։ Հիշեցնեմ։ Հանցագործ Կտրիչ Ներսիսյանը իր ագենտ եղբոր հետ եւ նրանց կցված որոշակի սրբապղծեր, տերորիստներ եւ այլն մեր եկեղեցին ուզուրպացրել են։ Եվ երբ որ պետությունը եւ իրավապահ համակարգը սկսեց որոշում կայացրեց, որ պետք է պաշտպանի քաղաքացիներին եւ հավատացյալներին, նրանք սկսեցին դիմադրել։ Հանցագործ ռեժիմը դա սկսեցին դիմադրել։ Եվ Սամվել Կարապետյանը, ով ուներ արդեն Ռուսաստանում խնդիրներ եւ ամեն ինչ պետք է անի, որ դարձյալ նրանց վստահությունը շահի, վազելով եկավ Հայաստան ու հայտարարեց, որ իրենք իրենց ձևով կպայքարեն։ Իհարկե նրան ձերբակալեցին, բայց միայն այդ խոսքի համար չեն ձերբակալել, պատմությունները շատ են, դա է պատճառը, որ շատ քննիչներ են աշխատում այդ գործի վրա եւ գումարած այս ամեն ինչին հեծի պատկերն էլ ընդհանուր առմամբ ժամանակ առ ժամանակ ձեզ ցույց տալիս ենք, հա, փողերի լվացման հազար ու մի հարցեր։ Հիմա եկավ հասավ, թե բա մենք պիտի փրկենք մեր ձևով մեր եկեղեցին, ու իրենք այդպիսի մի շարժում սկսեցին, դե հասկացան, որ մեր ձևով ասվածը հենց պառակտման մասին է, իրենք սիրում են, չէ, համերաշխությունից խոսել, բայց համերաշխությունից չեն ասում մեր ձևով ու առանձնանում պայքարում ինչ որ ուրիշ մարդկանց դեմ, էլի։ Կարող լիներ հայերից ձևով, բան, տենց հայկական ձևով, գոնե կհասկանանք, որ ընդհանուր առմամբ բոլորին է վերաբերվում, բայց չէ, իրենք իրենց առանձնացրեցին դրանով, հիմա փորձում են ցույց տալ, թե չէ, իրանք տենց համերաշխության թևեր են հակել աղավն ու ընկել են մեյդը։ Մի խոսքով, այս ձևիցները սկսեցին այստեղից, հետո գնալով տեղափոխեցին ու մտան տնտեսական գոտի, մտան քաղաքական դաշտ, որովհետև ինչքան որ ավելանում են հրապարակումները, թե էլ ինչեր են արել, այնքան նրանց մոտ առաջանում է պաշտպանական ռեակցիան։ Իսկ Հայաստանի Հանրապետությունում արդեն մոդա եկա, որ պաշտպանություն կարող է լինել միայն քաղաքականությամբ զբաղվելով, որ գոնե կարողանան մի երկու հոգու դաշնակ մաշնակի համոզել, որ իրենք քաղաքական հետապնդվողներ են։ Այնուամենայնիվ, թե որքանով ինչ են հաջողել, որքանով ինչ չեն հաջողել, մեծ ֆինանսներ է ծախսվում այդտեղ, բայց Սամվել Կարապետյանի որդի ժամանակ առ ժամանակ համահանում է։ Այստեղ քաղտեխնոլոգներ են հրավիրել, հрьяաների, ճիշտ է, մեր հետ ինչ որ Հայաստանի ներսում նրանց թիմակիցներից կան ինչ որ թուրքեր են ման գալիս, բայց արի ուտես, որ իրենց հիմնական բանը, իրավաբանը, իրենց շահերի պաշտպանը, նույն Թուրքիայի Հանրապետության շահերի պաշտպանն է, Էրդողանի շահերի պաշտպանն է, բանում միջազգային դատարաններում, ու սա գաղտնիք Պուտինի շահերի պաշտպանն է միջազգային ատյաններում, սա գաղտնիք չի եւ սա ոչ թե կարծիք է կամ պատկերացում, դա փաստ է։ Մի կողմից թուրք են փնտրում, մի կողմից թուրքերի պաշտպանը նաև իրանց պաշտպանն է, մի կողմից հիշում են Արցախի մասին, մյուս կողմից իրենց քաղտեխնոլոգների խումբը, իրենց խորհրդականների, իրենց PR-ով զբաղվողների հрьяաներն են մի լուրջ գումարով, մի խոսքով, ասած ինչ որ իրար հետ չհամընկնող բաներ, հա, այլ ձևակերպում չտա։ Ամեն դեպքում սրանք նստում աշխատում են, ուսումնասիրում են մեզ հայերից,
առաջարկներ են անում այստեղ, քանի որ դուք հայերով էսպիսինն եք, այսպես արեք, այնպես արեք, հա, մեկ էլ տղեն կգա մի հատ պում կանի ու համը կելնի։ Հետո կգնան ամերիկաները դանոսը կգրեն Հայաստանի Հանրապետության դեմ, կգան այստեղ կխոսեն հայ ժողովրդից, հետո էլի տղեն դուրս կգա մի ստից բան կանի, էլի համը դուրս կգա։ Այս վերջին անգամը առհասարակ, ոչ ավել, ոչ պակաս, մարդը առաջարկում է, գուցե սարկազմով, հանուն անկեղծությամբ պիտի ասեմ, գուցե սարկազմով, ասում է հետևյալը, որ բանա, պիտի Հայաստանի Հանրապետությունում չբավարարված կին չմնա, մի խոսքով առաջարկ է հնչում սեքսի նախարարություն բացել։ Իհարկե հասկանում եմ, որ իրենց ռազմավարական ծրագրի մեջ չեն գրելու, որ սեքսի նախարարություն պարտադիր պայման, չէ։ Մենք այդ ամեն ինչը շատ լավ հասկանում ենք ի տարբերություն ձեզ, ձևիստներ ջան։ Բայց մենք նաև մարդու այլասերվածությունն ենք հասկանում։ Երբ որ մարդը մի կողմից զբաղվում է համակարգող գործունեությամբ քաղաքական թիմի եւ մյուս կողմից sense ապուշություններ է խոսում, դա պիտի արժանանա լրջագույն գնահատականի, առավել եւս որ խոսքը ընդհանրական իմաստով է օգտագործվում։ Ինչ է նշանակում Հայաստանում չբավարարված կին գնա Կալուգայում մանարի։ Ասենք դու որտեղ ես, դու հասկանում ես, դու որտեղ ես։ Կարելի էր սպասել, ակնկալել, որ նա դուրս կգա, ներողություն կասի, դե գիտեք ինչ, հիմա լեզվի սայթակում է, ես այդ նկատի չեմ ունեցել, չնայած ինչ էլ նկատի ունենա, չի կարելի քաղաքացիներին թիրախավորել, բայց այնուամենայնիվ կարող էր մի հատ գոնե մեղայականով հանդես գալ, բայց ինչ արեց Սարգիսը Կարապետյան, դուրս եկավ ու սկսեց մի բան էլ մունատ գալ, թե բա ինչ կարող է սենց չի կամ նես չի, ես ինչեր է խոսում ես անձնավորությունը։ Ու սրա պաշտպանները ժամանակ առ ժամանակ սիրում են ներկայանալ որպես բան, իսկական հայեր։ Հիմա մի հատ էլ սրա այս արդարացումը սկսեցին բան անել, տարածել, տարբեր կայքեր, չգիտես ինչի մեր լրագրողները այդ սեքսի նախարարության հետ ոնց որ թե համաձայն են, ու համաձայն են, որ չբավարարված կանանց մի հոտ զանգված կա Հայաստանում, որոնց լավ կլինի, որ Կարապետյանների ընտանիքը զբաղվի այդ բանով, հա, կուրացիայով, չտարածեցին, ես պատկերացնում եմ, եթե նման արտահայտություն աներ օրինակ Աշոտը Փաշինյան, չնայած չէր անի, որովհետև Աշոտ Փաշինյանի թե դասիրակությունը, թե մտավոր ընդունակությունները նախանձելի են իրենից տարիներով մեծ շատերի համար, հա, բայց ասենք պատկերացնում եք, չէ՞ ինչ տեղի կունենար, ասենք եկեք մի հատ փորձենք պատկերացնենք, ամբողջը չենք էլ կարող պատկերացնել, որովհետև իրենք միշտ ավելին կանեն, բայց այս մոտավորապես փորձենք էլի։ Սրանք ոչ մի բան լուր ձկան նման։ Մեկ էլ հաջորդ օրը Սարգիսը արդարանում է ու գնաց իրանց fake edge-երով, ես անգամ screenshot-երը ունեմ։ Հա դե հիմա տղան գիտեք, որովհետև քանզի վասնզի։ Էս ինչ հանկարծ, երբ որ ձեզ հարմար է դառնում եք մեղմաբարո, հանդուրժող, եսի ինչեր։ Էս ինչ է։ Ասենք որտեղ է, գիտեք, քաղաքացիներին ես խորհուրդ եմ տալիս, իսկապես բոլոր քաղաքական ուժերին խորհուրդ եմ տալիս եւ թերևս սա կլինի վերջին անգամը, որովհետեւ այս տարիների ընթացքում անընդհատ փորձել ենք խոսքով նրանց բացատրել, հակադարձել, բացատրել, օրինակներ բերել իրենց ընտանիքի անդամների վրա, որ իրենց կաշվի վրա զգան ինչի մասին է խոսքը, թե ինչ էշություն են դուրս տվել, հա փորձել ենք բացատրել, որքանով ով հասկացել ով չէ, չգիտեմ, բայց առջևում 4-5 ամիս կա, որևիցե քաղաքական ուժ չփորձի իր ենթակաների միջոցով, իրեն տայնի պակլոննիկների միջոցով, որևիցե քաղաքացու իր կարծիքի համար թիրախավորել, որևիցե մեկը թող չփորձի սա անել, ես ձեզ ասում եմ, բոլորից հետ բացի, այդ ձեր քաղաքական օպոնենտներից հետ բացի, հասարակության մի շրջանակ կա, որին դուք չեք կարող արհամարել, ովքեր որ քարը քարին չեն թողի որևիցե քաղաքական ուժի, եթե հանկարծ որևիցե քաղաքացի թիրախավորվի, այս ձեր քարոզարշավների ընթացքում, մեկը մյուսից ինչ ուզում եք արեք, ինչ ուզում եք ասեք, ինչքան ուզում եք ասեք, ձեր գործն է, բայց չլինեմ չիմանամ քաղաքական գործիչ, թիմի անդամ որևիցե մեկը մյուս թիմի
հետևորդներին, քաղաքացիներին, հետևորդներին էլ չէ, որովհետև հետևորդների մեծամասնությունը ֆեյքել են լինում, քաղաքացիներին ասես դեմքով բանով թիրախավորի։ Շատ ծանր կնստի ձեզ վրա։ Չափազանց ծանր։ Ու անգամ եթե դուք դա փորձեք թաքնված ձևով անել։ Իսկ թաքնված ձևով փորձեցին անել, երբ որ վարչապետը բաներ, համերգեր վարչապետներ, չէ, բենդ։ Վարչապետը ու իր բենդը համերգ էին տալիս։ Քաղաքացին դնում են այս քաղաքացիների վիդեոները, հենց սրա ռոժին նայեք, դեմքին նայեք, մտ ձեր արտակինին նայեք։ Ձեզով է թույլ տվել քաղաքացիներին փորձեք ծաղրել։ Դες այս սրանք են եկել Նիկոլի համերգին, բայց ձեր համերգներին կամ ձեր ելույթներին ովքեր են գալի, մեծ վրա գլուխները կնայեք, գոզահոտը փչում ավրներից հետ։ Հիմի դուր չի գա, չէ, մայրեր, քույրեր, որ խառնենք այս ամեն ինչի մեջ, դուր չի գա, չէ, ուրեմն իմացեք ցանկացած ազդեցություն ունի հակազդեցություն։ Հատա, ես լուրջ եմ ասում, թույլ մի տվեք իրար ընտանիքներ մտնենք։ Թույլ մի տվեք դա։ Մենք վաղը կարողա չլինենք մեր երեխեքին թշնամություն մի ժառանգեք իրար հանդեպ։ Սա ամենակեղտոտ բանը կլինի, որը կարող եք թույլ տալ։ Սահմաններ չանցնեք։ Քաղաքացիներին հիմա այս Սարգիսին դրել են արդարացնում են, սա էլ չի ուզում ներողություն ասի։ Մի հատ ընտանիքի տա անդամներին կնայես, ո՞նց է լինում, որ քո ընտանիքը քեզ համար սրբություն է, քո կարծիքով, ուրեմն տես, եթե քո համար քո ընտանիքը սրբություն է, Սարգիս, ապա դա մենակ մի բանի պատճառով է, որ դու լավից վատից հայ ես, որովհետև ցանկացած հայի մոտ է այդպես։ Դու հիմա եկել ես հայերի երկրում, նստել նման արտահայտություն ես անում, մոտավորապես պատկերացրու, թե ինչ ծանրություն ես հավաքում քո եւ քո ընտանիքի վրա։ Հակադարձումների ինչ հսկայական ծավալ։ Իսկ հակադարձումները մեր հայերին գիտես, այդ մասով չեն խնայում։ Չի կարելի։ Եվ ես կոչ եմ անում, որպեսզի մտնեք կառուցողական դաշտում, հազիվ ձեզ բանի տեղ են սկսել քաղաքական դաշտում դնել, ինչի համար ես օրինակ քննադատում եմ իշխանություններին, որ ձեզ քաղաքական օպոնենտի տեղ են դրել։ Բայց այնուամենայնիվ, էլի։ Չնայած ես հասկանում եմ, որ ժառանգական բան կա այստեղ, որովհետև հոպարը նույն բուլկի բանը հայրը, Կարեն Կարապետյանը նույն։ Քաղաքացուն համբալ էր բնութագրում, երբ որ աշխատակազմի ղեկավար էր։ Եվ գիտես ամենացավալին որն է։ Բոլոր լրատվականները ոնց դուրս թափվեցին, չէ՞։ Բանի Տիգրան Ավինյանի հայրը Օփելի վարորդներին sense բան ասել, չնայած նա ուրիշ կոնտեքստում էր ասում, բայց այնուամենայնիվ ես նույնպես քննադատել եմ, ասել եմ այո, պետք է ընտանիքի անդամները զգույշ լինեն ու գիտակցեն պատասխանատվությունը, որ իրենց տան անդամը լրջագույն պաշտոն է զբաղեցնում։ Ես դա չկարծեք թե բան եմ արել, արդարացրել եմ, հաղորդումները կա, կարող եք դիտել։ Բայց երբ որ նա էր համբալ ասում քաղաքացիներին, որևիցե մեկը չի ուզել դա լուսաբանի, դատապարտի, չէ, գիտեք ինչի, որովհետև այս պարագայում նրանք, այո, հենց այդպես էլ ընկալում էին, հենց համբալ էլ ընկալում էին շարքային քաղաքացուն, իրենց համար շարքային քաղաքացին իրենց ճորտն էր, ում կարելի առնել ցանկացած ձևով, վախացնել ցանկացած ձևով, մի դերասան ունենք, այսօր դուրս է եկել, այսօր չէ, ամիսներ առաջ, վերջերս կակրած մի քիչ պասիվ է, դուրս է բերանապրծպր բացած պտտվում էր, մոռանալով թե թոխմախի մերը իր ախրանիկները մի անգամ ոնց էին տվել անդազահան արել, հիվանդանոց պարկած վախից ասում էր չէ, բան չի եղել, ու սրա ընկերներն էլ դուրս են եկել մարդկանց ընտանիքներին են կպնում բան, այս ինչ է, սա համընդհանուր դեգրադացիա է, ինչի ջատագովները հենց դուք եք, հիմա որն է հայկականը, դեգրադացիայից պաշտպանողի գործունեությունը, թե դեգրադացնողը։ Մինչև կմտորեք դրա շուրջ գնանք կարճ դադար մեր եթերում։
Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ եւ միտքը շարունակելով մի Նարեկ Կարապետյանն օրինակ այսպեսի ցիրքում կրկեսում որտեղ գտել էր իր տեղը ոնց որ ձուկը ջրում էր զգում իրան նախ իմիջայլոց այդ կրկեսի օրավարձը ինչ արժի հիմա կրկեսը ոնց էիք ասում երեխաներին պարգևեցին կրկես հա երեխաներին եք պարգևել կրկեսի օրավարձը ինչ արժի այդ ինչով է սարքել կա հաշվետվություն ինչքան գումար է վճարել սա ինչքան գումար է վճարել կրկեսի իրանց սեփականությունը չի կարա չէ լինի թե կարա ուրեմն որպես բիզնես ծրագիր ներկայացրեք ոչ թե երեխաների համար լավ բան են կարել այնուամենայնիվ մեր հասարակությանը հնարավորություն ենք տալու բլա հիմա Նարեկ Կարապետյան որ ասում ես մեր հասարակությանը դուք այդ հասարակության մեջ այն քաղաքացիները ում որ թիրախավորելա աղբերդ հերդ որ գան ինչ որ ծրագրով դու իրենց ո՞նց ես ընդունելու ասենք թե այդպես կոմոդ ստացվել է բա ման ո՞նց եք ընդունելու ինչի վրա վստահ պիտի գա այս սա է որ ասում ենք մի բանից չեք հասկանում քիթներդ մի խոտեք կամ արգալից վերաբերվեք որ հետո գլխներից չջարդվի իհարկե այս խոսակցությունները դեռ շատ սրվելու են մի քանի ամսից վերհիշելու եւ անցնելու ենք սրան որովհետեւ սա էլի եմ կրկնում գնահատականն է ձեր դաստիարակության խնդրեմ առաջանանք Երեք երևի բոլորդ էլ դիտեցիք ժողովուրդ ջան Գլխավոր դատախազությունը 25 թվականի դեկտեմբերի 30-ին հայտարարել էր, որ մեկնարկել են Սևանա լճի ափամերձ տարածքում բացարձակ նիշից ցածր հողամասերում ապօրինի կառուցված շինությունների ապամոնտաժման աշխատանքները։ Դատախազությունը միաժամանակ տեղեկացրել էր, որ ապօրինի շինությունների քանդման աշխատանքները շարունակվելու են 26 թվականին։ 26 թվականի փետրվարի 2-ին ապամոնտաժվել են ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան դատախազությունը ապօրինի ծագումունքով գույքի բռնագործման հայցով իթևս այլնի պահանջում է Վլադիմիր Գասպարյանից ու նրան կապացված անձանցից բռնագանձել այս առանձնատունը։ Բացարձակ նիշից ցածր գտնվող Պարիսպը բետոնե հենապատերը, թեքահարթակը եւ այլ շինություններ։ Բացարձակ նիշից ցածր ո՞րն է։ Պատերով բերել, մցրել էին ջրի մեջ արդեն։ Փակել են, զավթել էին, էլի։ Սևանա լիճը ոստիկանության պետը, ասենք ում պիտի գնաս բողոքես։ Ում պիտի բողոքես, այ էդրա պետը զավթել է։ Դե իհարկե ոչ Սերժը, ոչ Աշոտյանն էլ տեղյակ չի եղել, դուրը մեջ գնում է Սաթիկի մոտ խոսելու։ Մի երկու բառ խոսի տղա ջան։ Տեղյակ չեք եղել, չէ՞ ոչ մեկ այդ Սևանա լիճը ամեն մեկը տեն զավթած, մի հատ հանրային պլյաժ ամենավատ տեղում թողել եք, որ մարդիկ կարան այդտեղ գա, մնացածը ձեզնով եք արել։ Մի կողմից քանդում են, մի կողմից ես նստած նայում եմ այդ տեսանյութը, ասում եմ, նայ մարդը իր պետության մեջ իր Սևանից այդքան տեղը բլոկած է, փակած է, չի կարա օգտվի։ Այդտենց իրականության մեջ ենք ապրել։ Որևիցե մեկը կարող է գնալ Սևանում մի սանտիմետր տեղ սեփականաշնորել։ Ընդ որում եթե հանկարծ սկսենք այս ճխտան բացել, մի 1000 հոգի կարա այս գործով գնա, 25 թվականի դեկտեմբերից առաջ այսօր դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում Սևանա լճի ափամերձ բացարձակ նիշից ցածր 14 հողամասերում ապամոնտաժվել, քանդվել է տարբեր անձանց կողմից ապօրինի կառուցված հիմնական եւ ոչ հիմնական շուրջ 40 շենք-շինություն Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ի կողմից լուծվել դադարեցվել է երկու պայմանագիր։ Ուրեմն նայեք, հիմա այս մարդիկ, այս մի 40 հոգի, որ իրանց շենք-շինությունները քանդվել է Իրանք ինչ պիտի անեն, բնական է, չէ, որ պիտի փողերը լցնեն, որպեսի այսօրվա իշխանություններին սևացնեն,
Թուրք են, չգիտեմ, գնացին, բա տեսակ, բա ասեց Ամերիկան, ասեց Ռուսաստանը, ինչ ասես կարող են խոսել, չէ, ձեզ մոլորեցնելու համար։ Իբր իրանք տենց հայրենիք, ընդ որում ուղիղ իրանց դեմքով չէ, իրանց դեմքով չեն խոսելու, որովհետև իրանց դեմքով եթե խոսեն, հասկանալի կլինի, որ դուրս են տալիս։ Խոսելու են իրանց կողմից վճարվող մարդկանց եւ վճարվող լրատվականների միջոցով։ Որքանով կարելի է հիմա վստահել այդ դաշտին։ Հիշեցնենք, որ վերոնշյալ միջնորդագրերից բացի 25 թվականի ընթացքում շրջակա միջավայրի նախարարությունը եւ Սևան ազգային պարկ փողակին գլխավոր դատախազության պետական շահի պաշտպանության վարչության եւ Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից հասցեագրվել է 8 միջնորդագրեր։ Վերոնշյալ միջնորդագրերը եւ դրանցից բացի դատախազության կողմից դատարան ներկայացված հայցերը ի թիվս այլոց վերաբերում են Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի առաջին փողոց 97 հասցե։ Հարսնակար հյուրանոցի վարչական համալիրին Սևան քաղաքի Երևանյան խճուղի 50 հասցե, հարսնակար հյուրանոցի քոթեջներին Սևան քաղաքի Երևանյան խճուղի 48.6 հասցե, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ ՀՀ ազգային ժողովի նախկին падգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը Սևան քաղաքի հանգստի գոտի 3-րդ փողոց 38 հասցե, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի առաջին փողոցի 71 հասցե, հարևաններ են։ Կապավոր ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատունը Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի առաջին փողոց 88 հասցե, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության եւ Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց ապացուցելու լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմիններ, նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Իմի սրանց համար իշխող կուսակցությունը ինչա թշնամի։ Իրենք թշնամին են մեր պետության, մեր ժողովրդի։ Մեզ պիտի ցույց տան, թե իբր թշնամին ինչպիսին նա լինում։ Գիտեք, այս թշնամի ասվածը անգամ դա մենք չենք ցանկանում ճիշտ գնահատել։ Ուրեմն ես խոստացել եմ որ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսին չեմ անդրադառնա, մեջ եմ մեկնաբանի ասուլիսը, բայց կարող եմ նկարագրել, անգամ գրառումել էի արել այդպես, որովհետև նրա մամուլի ասուլիսը մեկնաբանել, դա չգիտեմ, պիտի իր մակարդակի ապուշ լինես, որ բայց կարելի է անդրադառնալ այն իրականությանը, որը քարոզվել է իրականում մեր ներսում, հա։ Ուրեմն այնտեղ ի թիվս բազում ախմախությունների մի հատված կա, որը ինձ թույլ է տալիս մի փոքր խորանալ եւ ներողություն ձեր աչքերը չխնայելու համար, ես առաջարկում եմ միասին դիտենք այդ հատվածը, փորձենք գնահատական տալ վերլուծել, էլի, ինքը կարող է շատ խորքային գնահատականի չի արժանացել այս ընթացքում, որովհետեւ ամեն բաներին, ասենք, հակադարձումներ եղել են, տնտեսական մասով, պաշտպանողնակության մասով, արտաքին քաղաքականության, հա, թրիփի ուղի բան, բայց գաղափարախոսությունը այն որ նուր գծով տարվում է։ Իմ կարծիքով տեղավորված է հենց այս նյութի մեջ, թե իրականում իրենք ինչով են զբաղված եղել։ Խնդրում եմ, եթե կարելի է մի հատ այդ տեսանյութը դիտենք, էլի։ Ռուսաստանը շատ համբերատար է եւ իրենք մեզ գիտեք ոնց են նայում։ Իրենք նույնիսկ եթե մեկը ինչ որ կտրուկ ասում է, բա միգուցե մի քայլ անենք եւ այլն, նայեք ամերիկացիք ինչ են անում։ Ասում են, բայց հայ ժողովուրդը մեր մասին ինչ կմտածի։ Շատ զգայուն են նրա վերաբերյալ, թե մեր ժողովուրդը ինչ կմտածի Ռուսաստանի նկատմամբ։ Սա գալիս է մեր sense ընդհանուր անցյալից, գալիս է որ մեկ երկրում ենք եղել, շատ գործոններ կա, նաև մշակութային կապերից, ազնական կապերից, սրանից է գալիս։ Բայց պատկերացրու, եթե մի պահ ուղղակի պատկերացրեք, եթե սկսեն վարվել Միացյալ Նահանգների պես։
Տրամպը չի մտածում, մեքսիկացին ինչ կմտածի, երբ որ ասում է տարիֆները 100% քննարկենք, կամ կանադացուց չի մտածում նա ինչա մտածելու, իր ձերքին այս լծակը կա, կիրառում է, ասում է, հնարավորություն ունեմ, անում եմ, ու մենք դա չենք գնահատում, հակառակը, մենք Ռուսաստանի հասցեին, ինչ ասես, ուղղակի կամ անուղղակի, փորձում ենք ցեղ շպրտել Ռուսաստանի վրա, չմտածելով, թե ինչ կարգի լծակներ ունի այդ երկիրը ազդելու համար մեր ժողովրդի տրամադրության վրա։ Ոչ միայն գյուղատնտեսությունը։ Դուք վերցրեք, վերջերս հրապարակվել է հարկատուների, խոշոր հարկատուների ցուցակը։ Վերևի 10 վերցրեք։ Դրանից 8 ամբողջությամբ փող են աշխատում Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա։ Մի հատ այս սենց մի հատ բանով կարան դրանց մուտքը Ռուսաստան փակեն։ Մի հատ այս սենց բան։ Թողնենք այն հանգամանքը, որ այս մարդուն երբեք չի հուզել, թե մենք ինչ կմտածենք, նրան միշտ հուզել է, թե Ռուսաստանը ինչ կմտածի, կամ Իրանը, իր ասելով Իրանը ինչ կմտածի, մյուսը, բայց նախ տպավորություն է, որ նա շատ նեղված է, խռոված է իր ճակատագրից, որ հենց ռուս չի ծնվել, էլի։ Այնուամենայնիվ, նախ մի խնդիր կա, գաղափարախոսական, որ ասում է դե մշակույթով են կապված, անձնական կապերով են կապված Ռուսաստանի հետ։ Մենք Ռուսաստանի հետ մշակութային կապ չունենք, մշակութային կապ Ռուսաստանը ունի Թուրքիայի հետ, թաթար-մոնղոլներ, եւ գուցե դու ճիշտ ես ասում, այո, դուք մշակութային կապ ունեք Ռուսաստանի հետ։ Մեր կապը Ռուսաստանի հետ արհեստական պրոպագանդա է եղել Խորհրդային Միության ժամանակահատվածում։ Մենք Ռուսաստանի հետ ոչ մի լեզվա ընտանիքից ենք, մենք ռուս ժողովուրդը, նա որպես ժողովուրդ հա ընկալում ենք, չնայած ռուս ժողովուրդ ուր է, Ռուսաստանի քաղաքացիների հետ հա ունենք մոտավորապես ընդհանրական անցյալ, դա բնական է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը զավթված է եղել բոլշևիկների կողմից, եւ արհեստական համոզել, թե մենք ունենք մշակութային կապեր, չի կարա լինի, ինձ մի հատ մշակութային նմանություն ցույց կտաս, ունենք այնքանով, ինչքանով որ պետությունները կարող են իրար հետ ունենալ մշակութային կապ։ Այդ հավելյալ արհեստական բաները մի բայեք ձեր համար։ Անձնական կապերը, այո, որովհետև աշխարհը չեք ճանաչել։ Գիտեք ինչ, օրինակ, հա, վերցնենք։ Եթե ես ապրում եմ մեր շենքում, իմ անձնական կապերը կարող են լինել մինչև մեր դիմացի շենքի իմ հասակակիցները կամ ներքևի բակի, բայց ոչ շատ հեռու, որովհետև նախ տնից հեռու չեն թողնի գնան, չէ, եթե երեխա ես, եւ երկրորդ դա է քո միջավայրը, դու չես կարող մյուս գյուղում, մյուս մարզում ունենալ ընկեր այդ իրավիճակում, էլի, մինչեւ որ դու չես սկսում այցելել այդ գյուղ, այդ մարզ, եւ տեսնել, որ այնտեղ կա մեկ այլ միջավայր, որ գուցե քեզ ավելի հաճելի է, եւ դու իրականում հենց այդտեղ կարող ես բացվել, եւ այնտեղ ձեռք բերես ընկերներ լինել մշտական հեռավար կապի մեջ, համատեղ ծրագրեր իրականացնել, բիզնեսներ անալ, այսինքն կապերը տնտլայնել, քանի որ դու Քոչարյան Ռոբերտ կապ չունես ոչ մեկի հետ, դու մարիոնետ ես, միակ կապը մարիոնետային թելերն են տիկնիկավարի ձեռքին, հասկանում ես, Կարաբաս Բարաբասի ձեռքին, դու ուրիշ կապ չունես, այ դրա համար ես դու շատ նեղվում, որովհետև եթե դա կտրեն, դու թուլացած ընկնում ես, վերջ, իսկ գնայր ու քո կապերը սկսեիր վերաթարմացնել կամ ցանկացած մեկը, հա հեշտ է, Ռուսաստան մոտիկ է, բա ինչի Վրաստանում չունես կապեր, օրինակ, Միացյալ Նահանգներում չունես կապեր, չէ, ունես ռուսական թևից, բայց հենց Միացյալ Նահանգներից, սա բացի, սա էլ դնենք մի կողմ, էլի, մի կողմ դնենք, հարցը սա էլ չի, հարցը գիտեք որն է այստեղ, ժողովուրդ ջան, որ դաշնակների ականջը կանչի, մի հատ ուշադիր լինեին, էլի, կարծում եմ նման ելույթ, եթե որևիցե մեկ այլ անձնավորություն ունենար, հիմա քարը, փեդը, եղաները առել, վազել էին հետևից։ Արդյոք Ռոբերտ Քոչարյանը այս ելույթով, ինչպես նաև նախորդ ելույթներով միութենականության մասին,
հարցականի տակ չի դնում մեր հերոսների եւ պատմական հերոսների եւ վերջին ժամանակների հերոսների նվիրվածությունը առ հայրենիք։ Չէ՞ որ Հայաստանի Հանրապետությունը այս սրա նմանները հանձնել են Կարսը։ Սրա նմանները ծախել են Անդրանիկի գտնվելու վայրը։ Սրանք, մի հատ բան հարցնեմ, կարող են խոսել ազատագրական պայքարի գաղափարախոսության մասին։ Ոչ, որովհետև իրենք ազատագրական պայքարների դեմ են։ Իրենք ումից էին, օրինակ, ասում են Արցախը ազատագրեցինք, չէ՞։ Քոչարյանը չի ազատագրել Արցախը։ Ճիշտ հակառակ։ Նա ազատագրողներին պատժել է։ Որովհետև ազատագրվել այլ բառ է։ Եվ չի համընկնում այն խոսույթի հետ, որը հիմա նա անում է։ Ազատագրումը դա ազատագրումն է։ Եվ վերջի վերջո Քոչարյանին կարելի է հարցնել. իսկ ազատագրվեց Արցախը ումից։ Ադրբեջանցիներից։ Իսկ ռուսներից ազատագրվեց։ Նա դարձավ անկախ ազատ պատկերացումների տեր հասարակություն։ Ոչ։ Ոչ։ Ցավոք ոչ։ Եվ մենք այդ թվում հանկարծ չմտածեք, այստեղ առանձնացնում եմ բանը, որովհետև Հայաստանի դերն ու նշանակությունը անուրանալի է Արցախյան ազատագրական պայքարում։ Ազգալջյաններին անհնար է մոռանալ։ Մոնթեներին անհնար է մոռանալ։ Հայ ժողովուրդը միասնական ձևով պայքարում էր, ազատագրական պայքար էր մղում։ Հիմա այս մարդը, ով ասում է, որ Ռուսաստանը երբ ուզի ոնց ուզի եկել ահուսարսափա տարածում մեջներս, գերագնահատում է Ռուսաստանին, մեզ հուշում է, որ մենք պիտի խոնարհ լինենք, այն Ռուսաստանին, ով որ հանձնեց Արցախը ադրբեջանցիներին, այն Ռուսաստանին, որ ստիպում էր Հայաստանին, որպեսզի Սյունիքի մարզը իրենը լինի, դուք կարող եք ասել ձեր գեներալիցետով, ձեր նվիրալներով հանդերձ, վիցիամիցիաներով հանդերձ, դուք ազատագրման հետ կա, ոչ, դուք մտել եք ազատագրական պայքարի շարքերը, ներդրվել եք այդ շարքերում, որպեսզի Արցախը չազատագրվի իրականում։ Դուք էլ Լևոնն էլ Հայաստանում էր ներդրվել Տեր Պետրոսյան, որ իրականում Արցախը չազատագրվի։ Այստեղ է խնդիրը, որովհետև դուք ազատ միտք չունեք, դուք ազատ գաղափարախոսություն չունեք։ Եվ այո, հենց այդ ազատագրողները, հուշեմ, լավ հիշիր, էլի, ինչից է սկսվել ազատագրական պայքարը, իրականում հենց սովետից ազատագրվելու մասին է եղել, հենց սովետից ազատագրվելու։ Իրականում նույն կալցո օպերացիաները, նույն ջարդերը Բաքվում, Սումգայիթում, որոնց մասին դուք չեք սիրում խոսել։ Նախիջևանի էթնիկ զտումը, որը երբեք քաղաքական պրոցեսների մեր ամենալավագույն շրջանում չներդրվեց։ Դիտավորյալ։ Որովհետև դուք հարճ եք, խալխի հարճ։ Դուք ուրանում եք իրական ազատագրողների գաղափարախոսությունը, նրանց անձնուրացությունը։ Դուք իրականում դա եք անում։ Եվ դա եք փորձում մտցնել երիտասարդների մտքի մեջ։ Դուք դրանով շարունակում եք մշակութաբանական ցեղասպանություն իրականացնել հայ ժողովրդի դեմ։ Այո, մենք բոլորս հասկանում ենք ինչա նշանակում գերտերություն, մեծ պետությունների ազդեցության գոտիներ, ինչպիսի ազդեցության գոտիներ, մենք այս ամեն ինչը հիանալի ենք հասկանում։ Բայց հիանալի գիտակցում ենք նաև ազատության գինը եւ անկախության գինը։ Եվ այո, հենց ձեր նմանների մուտքն է, որ պիտի արգելված լինի ամենատարբեր երկրպայրական պանթեոններ։ Դուք չեք ուզում
ընդունել, որ ամենասկզբում ռուս գեներալն է Հայաստանի դեմ գործել։ Սովետական զորքերն են հայ ժողովրդի դեմ գործել։ Դուք դա երբեք չեք ընդունելու։ Որովհետև դուք ազատագրություն բառի հետ, անկախություն բառի հետ բացարձակ կապ չունեք։ Դուք ուրացողներ եք հայ ժողովրդի իսկական ազատագրողներին, պետականության հիմնասյուներին, հիմնակարերին, հերոսներին, այս ամեն ինչին հակադրված արհեստական մարմիններ եք, ներդրված այլ երկրից, ով ինչ, բայց հայկական անկախություն ընկալել երբեք չի ցանկանում, եւ համարում ամեծ հաշվով թե Հայաստանը, թե Կովկասն ամբողջությամբ իր սեփական տարածքը, որը նվաճել է սրանից կամ նրանից։ Դուք իրականում ազատագրական պայքարի հետ ոչ մի առնչություն չեք ունեցել։ Այ հենց ստեղ է մեխը ու ցավոք եթերը ավարտին մոտնեցավ, այ հենց ստեղ է պետք խորամուխ լինել։ Եվ մի անգամից պարզ է դառնում սենց սցենարի նման 88-ից մինչև մեր օրեր, մինչև 20 թվական, 21 թվական, 22 թվական, ինչու ոչ նաև 23 թվականի էթնիկ զտում Արցախի։ Մի անգամից է պարզ լինում։ Դուք անձնուրաց ես գաղափարը կրողները չեք եղել, սրա դավաճաններն եք եղել։ Չգնահատելով մեր ունեցածը եւ գերագնահատելով խալխինը։ Հիմա էլ տարբեր ձևերով շարժումներ եք փորձում հիմնադրել։ Չի ստացվելու։ 26-ի ընտրություններին ձեր ոդկա ազգային ժողովի աստիճաններին չպիտի կպնի։ Եթերում Ազատ շփումներ, կհանդիպենք։